Դուք մշտապես այս ընթացքում խոսում եք ադրբեջանցիների վերադարձի հարցի տերորակարգում չլինելու մասին։ Իմ հարցը հետևյալն է, ես չեմ հարցնում ձեզ ընդհանրակարգում եղել է ադրբեջանական քննարկման չի եղել։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Արդյոք ընդհանրապես Հայաստանը չի քննարկելու ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Դա երբևէ ոչ թե օրակարգում չի լինել, այլ դες համար անընդունելի է։ Եվ վերջին դիտարկում օրերս Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Եվրամիությանը չի հաջողվի պարապում մտցնել Վրաստանի և Հայաստանի հարաբերություններում։ Մի փոքր կբացեք ինչի մասին է խոսքը, ինչ պարապման մասին է։ Ադրբեջանցիների հետ կապված ես դրա մասին հոդվածներ եմ գրել։ Ես նույնիսկ ելույթներ եմ ունեցել, ասելով, որ երբ որ արևմտյան Ադրբեջան խոսույթ օգտագործվում է, հիմա չեմ կարող հիշեմ, ասել եմ արևմտյան Ադրբեջանը, Ղազախն, չգիտեմ ինչն է, դա ինձ թվարկելով եկել եմ, ասել եմ, որ Հայաստանում արևմտյան Ադրբեջան չի կարող լինել։ Հոդվածներ եմ գրել դրա մասին։ Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ես ուզում եմ, որ մեր հանրությունը արձանագրի Ղարաբաղի, Նախճեվանի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի վերադարձի թեման, այս մյուս թեմայի հետ, դրանք իրար հետ ներքին կապեր ունեն։ Բայց նաև վերջին բրիֆինգներից մեկում չէ, կառավարության շենքում էինք անում բրիֆինգը, ես ասում եմ, որ եւ մեր հանդիպումներում էլ եմ ասում։ Ուրեմն ուշադրություն դարձրեք, որ ադրբեջանցիների վերադարձի թեմայից խոսում են նույն ուժերը, ովքեր ակտիվ խոսում են Ղարաբաղի ժողովրդի վերադարձի թեմայից։ Նույն ուժը խոսում է համ նրանից, որովհետև մեկը առանց մյուսի գոյություն չունի եւ չի կարող գոյություն ունենալ։ Եվ այս է պատճառը, որ ասում են, որ իրանք պատերազմի եռագլուխ կուսակցություն են, որովհետև իրանք ուզում են կոնֆլիկտային վիճակ սրեն, ստեղծեն։ Բերեն բախման, թեմաները բերեն բախման, եւ դրանից կոնֆլիկտը էլի վերակենդանանա։ Դուք համոզված եք, որ արտաքսիների թեման հակելով ադրբեջանցիների վերադարձ չի։ Դրան համոզված եք։ Լսեք, Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը ճանաչել են։ Ես համոզված եմ, որ այս հենքի վրա մենք պետք է կառուցենք եւ կառուցում ենք խաղաղություն։ Այդտեղ չկա Ղարաբաղի Նախճեվանի, մենակ Ղարաբաղը չի։ Ինչ եք մենակ Ղարաբաղի մասին ասում։ Բա Նախճեվանի հայությունը, բա Բաքվի հայությունը, բա Սումգայիթի հայությունը, բա Կիրովաբադի հայությունը, բա Գետաշենի հայությունը։ Եվ այլն, եւ ընդհանրապես Ադրբեջանի հայությունը։ Ինչ եք մենակ, հետաքրքիր է, իսկ ինչի՞ է մենակ Ղարաբաղի հայության հարցը բարձրացվում, իրանք ինչ են մենակ դրա մասին խոսում։ Ես ասում եմ, չկա երկու թեմաներ, չկա ուղղակի։ Փակել ենք, այդ երկու թեմաներ փակել ենք։ Հիմա մյուսները ինչ են, այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մի հատ հիմար հոլովակ են սարքել, միլիոններ են ծախսում, որ այդ հոլովակը պետք է ինչ են անում։ Ոչ թե իմ դեմ հակակարողություն են անում, իրանք այդ հարցը ուզում են ներմուծեն քաղաքական օրակարգ։ Բանը լրտեսական գործունեությունն է դա։ Բա այդ է, որ ասում են լրտեսական եռագլուխ կուսակցությունը։ Կոնֆլիկտ բորբոքելու համար։ Կոնֆլիկտը չկա։ Այս ամբողջ խնդիրը։ Ես ասում եմ, գուցե 23, գուցե 24 թվին հոդվածներ եմ գրել ես դրա մասին։ Կարծեմ Armen Press-ում էլ տպվել է, հրապարակվել է։ Հա, Վրաստանի պահով
Վրաստանի պահով ես հստակ ասել եմ, որ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների համար Վրաստան ունի շատ էական եւ առանցքային դեր եւ մենք շատ անհանգստացած ենք այդ իրադրությամբ եւ մենք կարծում ենք, որ այդ իրադրությունը պետք է լուծվի։ Եվ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները դա կապ չունեն մեր եւ մեր երկուսից որևէ երրորդ կողմի հետ հարաբերությունների հետ։ Եվ բնականաբար այդ հարաբերությունները ռազմավարական են, երկարաժամկետ են, պատմական են եւ շարունակելու են այդպես պատմական մնալ, եղբայրական են։ Դա ուրիշ սցենար չի կարող լինել պարզապես։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար